Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստ-Ինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Կարծես թե ակնհայտ է դառնում, թե ինչու է Եվրոպական միությունը շահագրգռված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, եւ որն է դրա հիմնական պատճառը։ Տեղեկություններ են ստացվում, որ պլանավորվում է Կասպից ծովից էներգետիկ մալուխի անցկացում դեպի Եվրոպական միություն։ Սրա նախաձեռնողները Ադրբեջանն են, Ուզբեկստանը եւ Ղազախստանը։ Այս գործընթացը սկսվել է դեռևս 2024 թվականին, եւ Թուրքմենստանը եւս ցանկություն է հայտնում միանալ այս գործընթացին եւ իր օգուտը ունենալ սրանից։ Հիմա փորձենք հասկանալ ինչպես է այս էներգետիկ մալուխը հասնելու Եվրոպական միություն։ Հեռու ենք այն մտքից, թե ուղղակի ցամաքային ճանապարհով փորվելու է այդքան ճանապարհ եւ մալուխը անցկացվելու է Եվրոպական միություն։ Բնականաբար մալուխը անցկացվելու է միայն Կասպից ծովի տակով դեպի Ադրբեջան։ Դրանից հետո Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալով այն փոխանցվելու է Եվրոպական միությանը։ Իսկ ինչպես է փոխանցվելու Եվրոպական միությանը։ Այս պահին Եվրոպական միություն Վրաստան հարաբերությունները բավականին լարված են, եւ Վրաստանը ոչ հուսալի գործընկեր է Եվրոպական միության գնահատմամբ։ Նշանակում է Հարավային Կովկասի մեկ այլ պետության Հայաստանի տարածքով դա պետք է փոխանցվի Եվրոպական միություն։ Այն, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը բազմիցս նշել է, թե Հայաստանը պետք է միանա Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգին, պարզվում է, որ հենց այս պատճառով նաեւ պետք է միանա։ Եվ այստեղ Եվրոպական միությունը լուրջ քարոզ է տանում։ Հայաստանի վրայով է այդ հոսանքը մատակարարվելու Եվրոպական միություն, Ադրբեջանից Հայաստան, Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Եվրոպական միություն։ Դրա համար է շահագրգռվածությունը Եվրոպական միության Զանգեզուրի միջանցքով։ Դրա համար է հորդորվում Հայաստանին հրաժարվել Իրան, Վրաստան, Ռուսաստան բարձրավոլտ էներգետիկ համակարգից եւ հույսը կապել Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ համակարգի հետ։ Այս հարցը երկու տեսանկյունից քննարկենք։ Առաջինը, եթե մենք միանում ենք Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ համակարգին, մենք ամբողջությամբ կախման մեջ ենք ընկնում առաջին հերթին Ադրբեջանից, քանզի Թուրքիան չունի այդքան էներգետիկ հզորություններ Հայաստանին էլ հոսանք մատակարարելու համար։ Ավելին, տարիներ առաջ Հայաստանն իր էներգետիկ ավելցուկից մատակարարումներ էր անում Թուրքիային։ Նշանակում է, այստեղ խնդիրը Ադրբեջանը եւ մենք ընկնում ենք Ադրբեջանից կախվածության մեջ եւ նրա ցանկությամբ կարող է նա անջատել հոսանքը, կարող է չանջատել, ստանալով Հայաստանից այնինչ ինքը ցանկանում է։ Սա ձեռնտու է Եվրոպական միությանը, բայց ըստ էության ձեռնտու չէ Հայաստանին։ Քանզի այս տրանզիտից Հայաստանը այնքան գումար չի վաստակելու, որպեսզի կարողանա ամբողջությամբ ապահովել իր էներգետիկ կախվածությունը կամ իր էներգետիկ պահանջարկը։ Բնականաբար, Կենտրոնական Ասիայից Եվրոպա գնացող հոսանքից մենք բաժին չենք ստանալու հոսանքի տեսքով։ Կարող է որպես տրանզիտ Հայաստանին ինչ-որ գումար փոխանցվի, բայց դրա փոխարեն մենք զրկվում ենք Իրանից հոսանք ստանալու հնարավորությունից եւ այս պարագայում Իրան-Հայաստան գազատարի գործունեությունը դառնում է անիմաստ։ Քանզի այդ գազատարի հիմնական նպատակը մեկը երկուսի հարաբերակցությամբ գազի դիմաց հոսանքի մատակարարումն է Իրանին, իսկ անհրաժեշտության դեպքում Իրանից լրացուցիչ հզորությունների ներգրավումը Հայաստանի էներգետիկ պահանջարկը ապահովելու համար։ Սրանով մենք զրկվում ենք նաև դեպի հյուսիս բարձրավոլտ էներգահամակարգին միանալու հնարավորությունից կամ մեր այնտեղ մնալը շարունակելու հնարավորությունից։ Մենք կորցնում ենք ատոմակայանը ամբողջությամբ կախման մեջ ընկնելով Ադրբեջանից եւ նաև Թուրքիայից։ Սա է Եվրոպական միության հիմնական նպատակը։ Ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը կտրի իր էներգետիկ կապերը առաջին հերթին Ռուսաստանից, փակի ատոմակայանը, դրանով մեծ լավություն անելով Ադրբեջանին եւ Թուրքիային, ով իր տարածքում այժմ կառուցում է ավելի մեծ ատոմակայան, ինչպես նաեւ կարողանա այնպես անել, որ Կենտրոնական Ասիայից անխափան էներգամատակարարումներ լինեն դեպի Եվրոպական միություն։ Ինչպես ասում են, սա զուտ բիզնես է, անձնական ոչինչ։ Իսկ թե այստեղ ինչպիսի իրավիճակում կլինի Հայաստանը, ինչպիսի իրավիճակում կհայտնվի մեր տնտեսությունը, Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ մյուս եվրոբյուրոկրատներին ըստ էության չի էլ հետաքրքրում։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում եւ արդյոք այս համակարգը կյանքի կկոչվի։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ է կապված։ Իրան-Միացյալ Նահանգներ ընթացող բանակցությունները կարող են մտնել փակուղի։ Թրամփը ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշում եւ ինչպես փորձագետներն են նշում, հնդածս փոխում է իր իսկ առաջարկած պայմանները։ Սա կարող է մեծ ազդեցություն ունենալ բանակցային ողջ գործընթացի վրա, այն մտցնելով իսկապես դեպ փակուղի։ Բացի այդ, Թրամփը այսօր բավականին լուրջ բարդ իրավիճակում է գտնվում եւ երկրի ներսում եւ երկրի դրսում։ Մենք խոսել ենք, որ բավականին լարված են Նետանյահուի հետ նրա հարաբերությունները, ով պահանջում է Թրամփից շարունակել Իրանի
Իրանի դեմ պատերազմը։ Բավականին լարված են Պարսից ծոցի արաբական պետությունների հետ նրա հարաբերությունները, քանզի հիմա էլ Թրամփին մեղադրում են, թե Միացյալ Նահանգները հանդես էր գալիս իրենց անվտանգության երաշխավոր, բայց այս պահին իրենք ամենաշատն են տուժել Իրանի հարձակումներից եւ Միացյալ Նահանգները այստեղ ոչինչ չի անում եւ հայտնի էլ չէ թե ինչ է անելու։ Երկրի ներսում էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել Թրամփի համար եւ մենք կարող ենք գործ ունենալ նաեւ ներքաղաքական շատ խորը ճգնաժամի հետ։ Եթե հիշում եք, պատերազմի օրերին հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը հրաժարական տվեց։ Հիմա էլ պարզ է դառնում, որ հրաժարական է տվել նաեւ ազգային հետախուզության ծառայության ղեկավար Թուլսի Գաբարդը, ով հանդիսանում է Թրամփի ամենից մոտ անձանցից մեկը եւ քարոզարշավի ժամանակ հենց նրա թիմում էր գտնվում։ Սա խոսում է ներքաղաքական լուրջ ճգնաժամի մասին հենց հանրապետականների ներսում։ Իսկ արժևում միջանկյալ ընտրություններ են, Թրամփը սա շատ լավ հասկանում է եւ ինչպես ասում են, մնացել է երկու քարի արանքում։ Պատերազմը շարունակել չի կարող, պատերազմը չշարունակել եւս չի կարող։ Իսկ Իրանը արձանագրում է հետևյալը. Միացյալ Նահանգները ոչ հուսալի բանակցային գործընկեր է, հետևաբար Միացյալ Նահանգների հետ բանակցություններ շարունակելն այլևս անիմաստ է։ Սպասենք տեսնենք, թե այստեղ իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունների հետ է կապված։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հրաժարվել են իրենց համախառն ներքին արդյունքի 0.25% ուղղել ՆԱՏՕ-ին Ուկրաինայում կատարվող ծախսերի համար։ Մինչ այդ հրաժարվելու մասին հայտարարել էին նաեւ Իտալիան, Իսպանիան եւ Կանադան։ ՆԱՏՕ-ի ներսում էլ բավականին լուրջ տարաձայնություններ կան։ Անդամ պետությունները շատ լավ հասկանում են, որ ամբողջությամբ Միացյալ Նահանգները ֆինանսավորումը թողել է իրենց ուսերին, իսկ իրենք լինելով առանց այն էլ տնտեսական բավականին բարդ իրավիճակում չեն ցանկանում լրացուցիչ գումարներ ծախսել Ուկրաինայում։ Բացի այդ, Ուկրաինայում հաղթանակն էլ դառնում է մշուշոտ։ ՆԱՏՕ-ի պետությունները հասկանում են, որ Ուկրաինան չի կարողանալու ոչ մի պարագայում հաղթել, իրենք էլ ինչքան էլ օգնեն Ուկրաինային, եթե ցանկանում են հաղթանակ տանել, պետք է անձամբ մտնեն ռազմական գործողությունների մեջ։ Սա արդեն այլ օպերացիա կարող է լինել, որը լուրջ գլխացավանք կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների համար։ Ռուսաստանն իր հերթին նախորդին օգտագործել է օրեշնիկ համակարգը, որը շատ փորձագետներ համարում են նաև միջուկային զենքի ոչ պաշտոնական փորձարկում։ Օրեշնիկը իր հզորությամբ չի զիջում միջուկային մարտագլխիկներին եւ օրեշնիկի կիրառումով Ռուսաստանը ցույց է տալիս ՆԱՏՕ-ին, որ եթե ինչ-որ X պահի նրանք անցնեն ավելի կտրուկ գործողությունների, ապա Մոսկվան պատասխանելու եւ պատասխանելու է շատ կոշտ։ Ամեն դեպքում սպասենք տեսնենք, թե Ուկրաինայում եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։